Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք այս պահին գտնվում ենք Հայաստան Հանրապետության Արագածոտնի մարզի Մաստարակ գյուղում։ Այս գյուղը հայտնի է իր պատմաճարտարապետական տարբեր կառույցներով, սակայն նրանց մեջ առանձնանում է Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Մենք այս պահին գտնվում ենք այդ եկեղեցու մոտ եւ խոսելու ենք նրա առանձնահատկության մասին, որովհետեւ այս եկեղեցին իր ոճով հայ եկեղեցական ճարտարապետության մեջ նոր ուղղություն է սկզբնավորել, որից օրինակ են վերցրել տարբեր այլ եկեղեցական կառույցներ։ Մաստարակ գյուղը Հայաստան Հանրապետության Արագածոտնի մարզում է գտնվում։ Ինչպես արդեն նշեցինք, այն հայտնի է իր պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով, եւ այդ հուշարձանները թվագրվում են դեռևս բրոնզի դարի շրջանից սկսած եւ հատկապես մեծ առատություն են ձեռք բերում միջնադարում։ Այն հայտնի է իր եկեղեցական ճարտարապետությամբ եւ Սուրբ Հովհաննես եկեղեցուց բացի, այստեղ նաեւ Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին է, որ հին մատուռի տեղում է ամրոցի հատվածում եւ հետագա վերակառուցման արդյունք է։ Իսկ ահա հայտնի է գյուղը նաեւ 1223 թվականի իր գեղեցիկ մեծ խաչքարով, որը դարձել է գյուղի խորհրդանիշներից մեկը։ Այսօր իհարկե առանձնահատուկ պետք է խոսենք հատկապես Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին, որովհետև այն 5-ից 7-րդ դարերի կառույց է։ Նախ մի քանի խոսք գյուղի մասին ընդհանրապես։ Մաստարակ գյուղը հայտնի է որպես Արագածոտնի մարզի ամենամեծ գյուղերից մեկը, հատկապես Թալենի տարածաշրջանում, այն մոտ 2500 բնակչությամբ բավական մեծ իր տարածաշրջանի համար գյուղ է եւ առանձնանում է իհարկե նրանով, որ նրա բնակչության մի զգալի մասը արևմտահայ վերաբնակիչներ են։ Խոսքը իհարկե 1829-ից 31 թվականներին, այսինքն 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո արևմտահայերի վերաբնակեցման մասին է եւ այդ վերաբնակիչների մասը տեղավորվել է հնամենի այս գյուղի տարածքում։ Եվ այստեղ բնակչության մի մասը փաստորեն Բասենից, Մուշից, Ալաշկերտից եւ հարևան տարածքներից են։ Իսկ մի շերտը բնակչության նրա տեղաբնիկներն են, որ հարյուրամյակներով այս տարածքի բնիկներն են։ Երբ խոսում ենք գյուղի այս հոյակերտ եկեղեցու մասին, պետք է ուշադրություն դարձնենք, որ այս եկեղեցին իր կառուցվածքով ունի յուրահատկություններ, որոնք մենք կարող ենք տեսնել մի քանի այլ եկեղեցիների դեպքում եւս, այսինքն որոշակի ընդհանրություն մի քանի այլ եկեղեցական կառույցների հետ։ Այս ոճի եկեղեցիների մեջ առանձնահատուկ պետք է նշել օրինակ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այսօր մեր հեռուստադիտողներին այն առավել հայտնի է որպես Վերին Ոսկեպարի եկեղեցի, որովհետև վերջին տարիներին սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների անվան տակ հենց այդ գյուղի տարածքում Վերին Ոսկեպարի հատվածում Սուրբ Աստվածածին եկեղեցու պատկանելության հարցը դարձել էր սուր քննարկումների առարկա։ Այս քննարկումների ընթացքում մասնավորապես նշում էր արդյոք այդ սահմանազատման հարցում ի վերջո այդ եկեղեցին կմնար Հայաստանի Հանրապետության սահմաններում, թե ադրբեջանական վերահսկողության տակ կգտնվեր։ Եվ այդ եկեղեցին փաստացի այս պահին շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմաններում եւ թվագրվում է 6-րդ դարով, 6-ից 7-րդ դարերով, 7-րդ դարի լրացուցիչ այդ շինարարական միջամտություններով եւ այնտեղ նույն ճարտարապետական լուծումներն են գմբեթավոր եկեղեցու այն նույն լուծումները ավելի փոքր չափսերով, ինչը որ տեսնում ենք այստեղ եւ հաճախ հայ ճարտարապետության պատմության, հատկապես վաղ միջնադարյան հայ եկեղեցաշինության մասնագետները այս տիպը անվանում են մաստարայատիպ եկեղեցիներ։ Այդ շարքում նաև կարելի է նշել Հառիճավանքի եկեղեցին եւ նաև 7-րդ դարով թվագրվող Արթիկի մեծ եկեղեցին։ Առանձնահատուկ է այս ոճի մեջ իհարկե Կարսի Առաքելոց եկեղեցին։ Այն կառուցվել է Աբբաս թագավորի օրոք, որ գահակալել է 928-29 թվականներից մինչև 953 թվականը, եւ Աբբասի ժամանակաշրջանը, որ Կարսը դարձել է թագավորանիստ, հենց այս հոյակերտ եկեղեցին էլ այդ ժամանակ կառուցվել է։ Այդ եկեղեցին կառուցելիս ընտրվել է հենց այս մաստարայատիպ ոճը եւ
այդ ոճը կարելի է տեսնել լուսանկարները կամ տեսագրությունը Կարս քաղաքի դիտելիս, այսօր եկեղեցին կանգուն է, ցավոք այն այս պահին իբրև մզկիթ է գործում եւ այն այդպիսին է դարձվել դեռևս 16-րդ դարում, երբ որ Օսմանյան կայսրությունը նվաճել է այդ տարածքը, սակայն հետագայում 1877 թվականի նոյեմբերին, երբ որ ռուսական կայսրության բանակը գրավել է Կարս քաղաքը, այդ ժամանակ այն վերահսկվել է իբրև ուղղափառ եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցուն է փոխանցվել եւ հետագայում 1918 թվականին, երբ որ Կարս քաղաքը թուրքական բանակը վերստին գրավել է, այդ ժամանակ այդ եկեղեցին վերածել են մզկիթի։ Որոշ ժամանակ այն եղել է նաեւ թանգարան, հիմա նորից գործում է իբրև մզկիթ։ Ցավոք այդ հոյակերտ եկեղեցին, որ կառուցվել է 930-ական 40-ական թվականներին, իբրև հայոց թագավոր Աբասի թագավորանիստի աղոթատեղի, այսօր փաստորեն մզկիթ է գործում։ Այս եկեղեցին նաև առանձնանում է նրանով, որ Կարսի բոլոր հատվածներից տեսանելի է գտնվելով կենտրոնական կարևոր հատվածում։ Նաև խորհրդանշական մի պատում կա, որի մասին մեր հաղորդումներից մեկում խոսել ենք, Աբաս թագավորին անդրադառնալիս մենք նշել էինք մի պատում, որ փոխանցել է ասողիկ պատմիչը։ Ստեփանոս Տարոնեցին նշում է այն ավանդապատումը, որ իբրև Աբխազած թագավորը հենց առաքելոց եկեղեցու օծման ժամանակ փորձում է գալ եւ պղծել եւ քաղկեդոնական ծեսով օծել եկեղեցին եւ խաթարել փաստորեն այստեղի բնականոն կյանքը եւ հաջողվում է թագավորին նրանց պարտության մատնել եւ դուրս շպրտել։ Այս պատումը հյուսվել է հենց այդ հոյակերտ եկեղեցու շուրջ եւ հեռուստադիտողներից երևի քչերին է հայտնի, որ այդ եկեղեցու կառուցման ճարտարապետական ոճը, այդ մաստարայատիպ ոճը վերցված է հենց հնամենի այս եկեղեցու ոճից։ Այսինքն մաստարան ըստ ամենայնի վաղ միջնադարում չափազանց մեծ կարևորություն ունեցող կենտրոն է եղել, ոչ միայն ունեցել է վանական նշանակություն, այլ նաև որոշակի քաղաքական, տնտեսական դերակատարություն է ունեցել։ Ըստ 19-րդ դարի հետազոտող Հովհաննես Շահ-Խաթունյանցի, այստեղով անցել է Արքունի պողոտան եւ սա եղել է կարևոր կայանատեղիներից մեկը այդ պողոտայի վրա, այսինքն ունեցել է տնտեսական եւ ռազմապաշտպանական կարևորություն, հետեւաբար պատահական չէ, որ այստեղ կառուցվել է միջնադարյան ամրոց եւ գյուղը բավական ամրացված է եղել ամրաշինական աշխատանքներով։ Նույնիսկ այս եկեղեցին ունեցել է բարձր պարիսպներ, որոնք 1880-ական թվականների վերջին, երբ որ ենթարկվել է վերակառուցման, ավելի ճիշտ երբ որ եկեղեցին նորոգման է ենթարկվել, այդ ժամանակ այդ բարձր պարիսպները հեռացվել են։ Այսինքն նույնիսկ եկեղեցին բավական պաշտպանված ձևով է կառուցված եղել։ Երբ խոսում ենք մաստարայատիպ եկեղեցիների մասին, պետք է նկատի ունենալ, որ սրանք կենտրոնագմբեթ եկեղեցիներ են։ Այս եկեղեցիների պարագայում այնպիսի լուծում է կատարված ճարտարապետական, որպեսզի գմբեթը այնպիսի հենման մակերես ունենա, որ փլուզման չենթարկվի երկրաշարժների ժամանակ։ Կոնկրետ Սուրբ Հովհաննես եկեղեցու պարագայում մասնագետների շրջանում վեճ է եղել, արդյոք եկեղեցին 5-րդ թե 7-րդ դարի կառույց է։ Երկար ժամանակ այն տեսակետն է գերիշխող եղել, որ եկեղեցին կառուցված է եղել 7-րդ դարում, որովհետև նրա վրա կան 3 արձանագրություններ, այդ 3 արձանագրություններում Գրիգորաս անունով վանականը նշում է, որ ինքն է շինարարության հոգ տարել։ Բայց այստեղ գործ ունենք եկեղեցու վերակառուցման եւ վերանորոգման հետ։ Բանային է, որ գտնվել է նաեւ 480 թվականով թվագրվող հունարեն արձանագրություն, որը փաստորեն ցույց է տալիս, որ եկեղեցու մի հատվածը ավելի հին շերտ է ներկայացնում, հետեւաբար եկեղեցին ավելի վաղ է կառուցվել եւ հետագայում վերանորոգվել է եւ վերակառուցվել արդեն 7-րդ դարի ճարտարապետական լուծումներով։ 7-րդ դարի փոխարեն 5-րդ դարի օգտին խոսում են նաեւ եկեղեցու ստորին շերտերը։ Այստեղ քարերը եկեղեցու ավելի մեծ խորություն են ապահովում, պատերի հաստությունը հասնում է մինչև 1 մետր 60 սանտիմետրի, ինչը խոսում է այն մասին, որ դա վաղ միջնադարյան շրջանի ոճ է։ Այսինքն, երբ որ նոր էր անտիկ շրջանից անցում կատարվել վաղ քրիստոնեական շրջանին, այդ ժամանակ պարզ լուծումները շատ ավելի գերիշխող էին եւ հսկա մեծ սրբատաշ քարերով էին կատարում եկեղեցաշինական աշխատանքները։ Այստեղ նաեւ մենք տեսնում ենք, որ
հարթաքանդակները, բարձրաքանդակները իրենց լուծումներով, գծային հատկապես հատկանիշներով ցույց են տալիս, որ ավելի վաղ քրիստոնեական շրջանին են բնորոշ։ Այստեղ պետք է նկատել օրինակ քերովբեների գեղեցիկ պատկերները, որոնք որ արված են վաղ միջնադարյան լուծումներին համապատասխան։ Մյուս բոլոր քանդակները, գծային հատկապես լուծումները ցույց են տալիս, որ եկեղեցին իսկապես պետք է կառուցված լիներ 5-րդ դարում, այն ավելի 4-5-րդ դարին բնորոշ լուծումներ ունի։ Իսկ 7-րդ դարի վերակառուցումը տվել է այն տեսքը, որ մենք այսօր տեսնում ենք եկեղեցու պարագայում։ Մաստարայի Սուրբ Հովհաննեսը իսկապես իր լուծումներով բավականին գեղեցիկ է, վաղ միջնադարյան հայ ճարտարապետության մեջ բացառիկ կառույցներից մեկն է եւ իր ազդեցությունը չի սահմանափակվում միայն մեր կողմից նշված ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցով եւ Կարսի առաքելոց եկեղեցով։ Նրա լուծումները իրենց ազդեցություն են թողել նաեւ Արթիկի եւ Հառճավանքի եկեղեցիների պարագայում։ Ինչպես արդեն նշել ենք, Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին ունի յուրահատուկ լուծումներ եւ այդ յուրահատուկ լուծումները հայ եկեղեցական ճարտարապետության մեջ մենք նկատում ենք նաեւ հետագայում։ Այդ լուծումներից իհարկե գլխավորը գմբեթի կառուցվածքն է։ Այս եկեղեցու գմբեթը արտակուստ 8-անիստ, ներկուստ 16-անիստ թմբուկ է եւ այս լուծումը մենք տեսնում ենք օրինակ Սուրբ Առաքելոց եկեղեցու պարագայում Կարսում, որտեղ արտակուստ 12 այդ նիստերի վրա կառուցված թմբուկն է եւ այն գեղեցիկ կամարակապը, որ դրա արդյունքում ստացվում է, ունի շատ հետաքրքիր լուծում այնտեղ։ Այդ կամարակապի պարագայում նիստերի հատման անկյունների տեղում արված են գեղեցիկ հարթաքանդակի ձևով մարդկանց դիմաքանդակներ։ Այդ պարզ լուծումով արված աշխատանքում դժվար չէ նկատել 12 առաքյալներին։ Թիվն ինքը արդեն խորհրդանշական առումով ցույց է տալիս, թե ում պետք է նկատի ունենալ այդ 12 անձանց պարագայում։ Այստեղ այդ լուծումները իր ավելի նախնական պարագայում են։ Այստեղ արված չեն նշված 12 առաքյալների քանդակները, բայց լուծումը թմբուկի, ինչպես է նիստերով արված, ապահովում է նաև գմբեթի անվտանգությունը սեյսմակայունության տեսանկյունից, այսինքն այն ապահովում է երկրաշարժերի ժամանակ այնպիսի կառուցվածք, որ հարվածային ուժգնությունը գմբեթի փլուզման չբերի։ Մաստարայի պարագայում նաև կարևոր է նշել, որ ոչ միայն գյուղի անմիջական տարածքն է առատ պատմաճարտարապետական հուշարձաններով, այլ նաև գյուղի հարևանությամբ կան նախկին գյուղատեղիներ, այսինքն նախկինում բնակեցված գյուղեր, օրինակ հին Մաստարայի բնակատեղին գտնվում է գյուղից ընդամենը կես կիլոմետր արևելք եւ այնտեղ եւս պատմաճարտարապետական հարուստ շերտ կա, միջնադարյան շերտ։ Ավելի առատ է իհարկե գյուղից 4.5 կիլոմետր դեպի արևելք գտնվող Շենիկ կոչվող գյուղատեղին իր պատմաճարտարապետական հուշարձաններով։ Այստեղ 5-րդ դարում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է եւ 6-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ստացվում է, որ ընդհանուր առմամբ այս տեղանքը հարուստ է վաղ քրիստոնեական, վաղ միջնադարյան շերտի հուշարձաններով։ Եվ դա բնական է, ընդհանուր առմամբ Արագածի լեռնալանջերի այն հատվածը, որտեղ մենք գտնվում ենք, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Ընդ որում հնագիտորեն ուսումնասիրված շերտերը հարևան տարածքներում Քրիստոս առաջ 3-րդ հազարամյակից են սկսվում եւ գալիս են մինչեւ արդեն Քրիստոս առաջ առաջին հազարամյակ եւ հարևան գյուղերի տարածքում դժվար չէ նկատել այսպես կոչված Կիկլոպյան ամրոցների շերտը։ Կոնկրետ այս գյուղի տարածքում պահպանվել են ամրոցի մնացորդները։ Միջնադարյան ընդ որում վաղ միջնադարյան շրջանից թվագրվող ամրոցի պարագայում մենք պետք է նշենք, որ այդտեղ պահպանվել էր նաև մատուռը, որի հիմքի վրա փաստորեն վերակառուցվել է ավելի ուշ շրջանում, ուշ միջնադարում եւ նոր շրջանի սկզբնահատվածում Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին, որը այս պահին կանգուն է եւ կարող է ընդունել իր ուխտավորներին։ Մենք այս պահին գտնվում ենք Մաստարագյուղի սահմանագլխին, այն խաչքարի մոտ, որի մասին մեր հաղորդման սկզբում խոսել ենք։ 1223 թվականով թվագրվող այս հոյակերտ խաչքարը հատկապես առանձնանում է իր գեղեցիկ վարդյակով։ Դժվար չէ նկատել խաչի տակ արված այդ ասեղնագործ կարծեք աշխատանքը, որ խաչքարագործ վարպետները կատարել են 13-րդ դարի սկզբին։ Եվ այս խաչքարը
Այժմ զարդարում է նոր ժամանակներում, մեր ժամանակներում կառուցված ժամանակակից խաղահարապարակը եւ փաստորեն գյուղի փոքրիկները կարող են իրենց պատմական ժառանգությունը վայելել անգամ խաղահարապարակի պայմաններում։ Երբ խոսում ենք Մաստարա գյուղի պատմական անցյալի մասին, այստեղ կարևոր է շեշտել, որ գյուղի անվան ծագման հարցի շուրջ կան տարբեր ավանդազրույցներ։ Այդ ավանդազրույցներից մեկը հարյուրամյակներով արմատավորված է եղել բնակչության մեջ եւ այն կապված է Սուրբ Հովհաննեսի մասունքի հետ։ Այդ մասունքի պատմությունը իբրև ավանդապատում նախ մեզ փոխանցել է մեր պատմահար Մովսես Խորենացին, այնուհետև այն ուսումնասիրել են Մանուկ Աբեղյանը, Արամ Ղանալանյանը եւ տարբեր մասնագետներ եւ զետեղել են իրենց ավանդապատումներին նվիրված ուսումնասիրություններում։ Իբրև նախ ժողովածուի մեջ որպես ավանդապատում են ներառել եւ այնուհետև դրանց մասին տվել իրենց վերլուծությունները։ Եվ ըստ այդմ Սուրբ Հովհաննեսի աճյունը այս տեղանքով տեղափոխելու ժամանակ գյուղացիները խնդրել են, որպեսզի կանգնեցնեն թափորը եւ սրբից մի մասունք նվիրաբերեն գյուղին։ Եվ այդ մասունքը նրանց շնորհվել է եւ նրանք զետեղել են մի վայրում, որտեղ կառուցվել է այն եկեղեցին, որը կրում է սրբի անունը։ Եվ ահա նաև այսպես բացատրվել է ոչ միայն այդ մասունքի անվանումից ծագող եկեղեցու անվանումը, այսինքն սրբի անունով, որ եկեղեցին է կոչվել, այլ նաև որ այստեղից այս մասնից փաստորեն ստացել է գյուղը իր անվանումը։ Կա նաև մեկ այլ ավանդապատում, ըստ որի Սուրբ Էջմիածնին իբրև վանքապատկան գյուղ լինելով եւ հարկատու լինելով, այստեղից փաստորեն տարվա կոնկրետ ժամանակահատվածներում տրվել է որոշակի մասնաբաժին իբրև турք եւ այդ մասնաբաժնի տրման հետ կապված էլ մարդկանց մեջ իբրև թե արմատացել է մասը տալու այդ մոտեցումից գյուղի անվանումը։ Այս ավանդապատումները իհարկե նաեւ ունեն այլ տարբերակներ եւ մոտեցումներ, բայց իհարկե Սուրբ Հովհաննեսի հետ կապված տարբերակը հատկապես միջնադարում շատ խորը արմատներ է գցել հայ բնակչության շրջանում եւ եղել ամենաընդունելի տարբերակը։ Երբ խոսում ենք ժամանակակից Մաստարա գյուղի մասին, պետք է նշել, որ այն ունի շուրջ 2500 բնակչություն։ Այն իր բնակչության թվով մոտ է 1939 թվականի ցուցանիշին, երբ ունեցել է ամենամեծ թիվը, մոտ է եղել 2600-ի։ Այո, առաջին հայացքից կարող է տարօրինակ հնչել, բայց Մաստարան մարդահամարների պատմության մեջ ամենամեծականակ բնակչությունն ունեցել է հենց երկրորդ աշխարհամարտից հայրենական մեծ պատերազմից առաջ 1939-ին եւ նրանից հետո բնակչության թվականակը կտրուկ նվազել է, ինչը պայմանավորված է եղել ավելի շատ ուրբանիզացման տեմպերի հետ եւ այն դրսևորվել է նաեւ Շիրակի տարածաշրջանում եւ նաեւ Արագածոտնի բոլոր 3 այդ քաղաքային կենտրոնների շրջանում, թե Թալինի, թե Աշտարակի, թե Ապարանի պարագայում եւ այստեղ նաեւ 50-ական թվականներին հետարքիր է, որ գործընթացները գնացել են այն ուղղությամբ, որ փորձ է կատարվել նաեւ արտադրություն հիմնել։ Ժամանակի հետ այստեղ հիմնվել է օրինակ Երևանի ժամացույցի գործարանի մասնաճյուղ, հետո այն վերապրոֆիլավորվել է կարի որպես արտադրամաս, բայց այդ գործարանային արդյունաբերությանը հարող փաստորեն աշխատանքները այնուամենայնիվ գյուղում չեն արմատացել։ Այսօր այն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում ամենաշեն գյուղերից մեկն է եւ նաեւ ունի պատմական հիշողության խորը կնիքը իր ներկայի վրա, որը բխում է նախ եւ առաջ գյուղի անվանումից։ Իսկ Մաստարային նվիրված մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։